Եթերում է Պիկենտրոն լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Արա Աբրահամյանը, բարի երեկո։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում նշել է. Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին։ Ռուսաստանի ուղիղ միջնորդությամբ 1994 թվականի մայիսին ստորագրվել է հրադադարի համաձայնագիրը, որը թույլ տվեց վերջ դնել հակամարտության թեժ փուլին։ Վերջին տարիներին Ռուսաստանի ղեկավարությունն օգտագործում է Երևանի եւ Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները, որպեսզի համանախագահների հետ համաձայնեցված մոտեցումների շրջանակում լուծումներ գտնի նաև Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ ձևաչափով։ Այդ ճանապարհին կարևոր փուլ էր 2008-ին Մոսկվայում ընդունված հռչակագիրը։ Դա առաջին եւ դեռ միակ փաստաթուղթն է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում, որի տակ կա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունը։ Այնտեղ հստակ ձևակերպված է կողմերի մտադրությունը։ Հուսով եմ, որ կողմերի կառուցողական մոտեցման ցուցաբերման պարագայում այս տարի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ավելի մեծ առաջընթաց կլինի, քան նախորդ տարի, նշել է Պոպովը։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի անունից ի պատիվ Եվրասիական տնտեսական ընկերակցության Եվրազես միջպետական խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների տրված ճաշին։ Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան վերադարձել է Երևան։ Գարնանացանի նախաշեմին մեծ եւ նշանակալի օգնություն գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ եւ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ Գարնանացանի շրջանում Արարատի եւ Արմավիրի մարզի հազարավոր հողագործների շուկայականից անհամեմատ մատչելի գներով տրամադրվում է պարարտանյութ, դիզվառելիք եւ դեղորայք։ Այս առիթով ԲՀԿ նախագահը հանդիպել է գյուղացիների հետ։ Մանրամասնում է իմ գործընկեր Իվետա Տոնոյանը։ Խոսքի ու գործի համատեղելիության հերթական օրինակը այս անգամ գյուղատնտեսության ոլորտում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ ու Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ Գարնանացանի շրջանում Արարատի ու Արմավիրի մարզի հազարավոր հողագործների շուկայականից անհամեմատ մատչելի գներով տրամադրվում է պարարտանյութ, դիզվառելիք եւ դեղորայք։ Հաճելի լուրը գյուղացիներին հայտնում է հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Արձագանքը բուռն է ու մեծ ոգևորություն պատճառող։ Նորամասիա գյուղում գտնվող Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի խաղողի մթերման կետում հավաքվել են այն մարդիկ, ովքեր ամիսներ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել էին գյուղատնտեսական միջոցների անհրաժեշտության մասին։ Այսօր արդեն խնդիրը լուծված է։ Ողջունելով ներկաներին ԲՀԿ նախագահն ընդգծում է, որ սա գյուղատնտեսության զարգացման ուղղված հերթական միջոցառումն է միայն, որի նպատակը գյուղացիներին օգնության ձեռք մեկնելն է։ Ինչ որ ասում ենք, մենք աշխատում ենք հնարավորություն ձեռնել, որ կարողանա խաղաղագործը իր խաղողը մշակի, կարողանա իր բերքահավաքի աշտանը հանձնի, փողը ստանա, տանի իր ընտանիքը բարեկցի կերպով պահել։ Այնպես որ ոչ ցանոթ բարեկամով, ոչ կուսակցականով, այլ ռեալ մարդկային առումով, ով այդ կարիքը ունի, անկախ ամեն ինչից մենք աջակցում ենք։ Հիմա բաժանումները կանեք, ինչ ցանկացել եք, դեղորյակները որ պետք է լինեն, բելգիական, ամերիկական, գերմանական, ինչը ասել եք, բոլորը այստեղ է, վառելքն ու պարարտանյութը այստեղ է, բաժանումները բոլորիդ կա, ըստ հողատարածքի ամեն խաղաղագործ իր տարածքի չափով ստանալու է տանի իր այգին մշակի։ Գյուղացիները նշում էին, որ այսօրինակ օգնությունը ճիշտ ժամանակին ու տեղին էր։ Փրկություն, հողատարածքների վերածնունդ ու ընտանիքի համար տարվա կտրվածքով եկամուտ ապահովելու երաշխիք։ Ահա այսպես էին նախաձեռնությունը որակում գյուղացիները։ Անցած տարի կարգուտնեգեր էր, խփեր էր, հիմա անհրաժեշտ է, որ պետք է սնեցում տանք, որ կարողանանք այս տարի գոնե բերք ստանանք։ Եթե սնեցում չտանք, չեն կարող։ Եսի շատ մեծ օգնություն է Գագիկ Ծառուկյան, շնորհակալ ենք, որ օգնում է ինքը, հավատում ենք մենք իրան։ Եթե ինքը ասենք չընդուներ մեր խաղողը, մենք պետք է քանդեինք մեր այգիները, ուրիշ կուլտուրա մշակեինք։ Սա իհարկե շատ մեծ նշանակություն ունի մեր համար, բերքի ստացման համար, ամեն ինչի համար շատ լավ է, շատ գոհ ենք իրանից։ Որպես մեծ բարերար, որպես լավ մարդ։ Ծառուկյան Գագիկը միակ մարդն է, որ այսօր կանգնել է գյուղացի կողքին եւ այս օգնությունը թույլ կտա գյուղացին իր մեջքը մի քիչ շտկի, ոտքի կանգնի։ Նման գներ երբևէ չի եղել եւ դա բոլորս գիտենք։ Սա գյուղացու համար մի շատ կարևոր օգնություն էր, որ երբևէ ոչ ոք նման օգնություն դեռ ցույց էր տվել։ Այսօր որ ինքը իրոք կանգնած է գյուղացու կողքին, գյուղացու համար մի հատ մեծ մասի սար հանդիսանում նա։ Հանդիպման շրջանակներում գյուղացիների կողմից առաջ քաշված հակակարգտային կայաններ ունենալու անհրաժեշտության մասին խնդրանքին ԲՀԿ նախագահը տեղում դրական լուծում է տալիս։ Մոտ ապագայում մարզում 2 հակակարգտային կայան է տեղադրվելու։ Բոլոր հավաքվածների կողմից շնորհակալություն եմ հայտնում մեզ բոլորի համար։ Այս բոլորը լցվելու է հողի մեջ, գյուղացիներ դնելու է հողի մեջ, բայց չունի ակնկալիք, չունի երաշխիք,
ապահովագրված չեն կարկուտից։ Հատը ինչ բան է, 10-15 հազար չէ տարժողությունը։ Օրեմ իմացեք նույն օրը ես 30,000-ը գտամ, որ դուք տանեք ձեր հարցերը կարգավորեք։ Հաջորդիվ արդեն ԲՀԿ նախագահի հանդիպումն է Մասիսի եւ Հարակից շրջանների հողագործների հետ։ Այստեղ եւս մեծ էր բնակիչների ողջավորությունը, քանի որ բարի լուրը հյուրերից առաջ էր տեղ հասել։ ԲՀԿ նախագահը գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց հորդորում է շարունակել զբաղվել այդ գործով, քանի որ նմանօրինակ աջակցությունը շարունակական է լինելու։ Իմացեք, որ միշտ իմ խոսքը գործ է եւ ամենակարևորը այդ վստահությունը հավատքը ձեր ես չեմ կորցնելու, որտեղ ձեր բոլորին ես շատ սիրում եմ, հավատում եմ, հարգում եմ, ուզում եմ, որ ձեր դեմքին ժպիտ լինի, կարողանաք դա ժպիտով ընտանիք մտնեք, կարողանաք կյանքի բոլոր բարիքներից օգտվեք, ծնունդ էլ անեք, հարսանիք էլ անեք, ուրախություն էլ անեք, որտեղ աշխատող մարդը պետք է կարիքավոր չլինի, աշխատող մարդը պետք է լավ ապրի։ Ուզում ենք մենք գյուղացու մատից փուշ անել, մարդուն օգտակար լինել, որ մարդը ոտի կանգնի, կարողանա լիարժեք ապրել, իրեն հզորը զգա, երջանիկ զգա եւ կարողանա իր ընտանիքով իր երջանկությունը, իր բարեկեցությունը ապահովի։ Գյուղացիների համար նախատեսված անակնկալների շարքը շարունակվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ապրիլին Հայաստան է ներկրվելու մի քանի 100 միավոր գյուղտեխնիկա, որն օգտագործվելու է 10 մարզերում ստեղծվելիք մեքենատրակտորային կայաններում։ Ապրիլին է լինելու է 300 տրակտոր, որը դա տրվելու է մարզերին ավտոտրակտորային կայաններ։ Ամեն գյուղ, ամեն մարզ գոնա իր մեխանիզացիան, որը ծառայելու է տվյալ գյուղի տվյալ տարածքի համար, եւ քաղող, եւ սրսկող, եւ հավաքող, եւ վարող։ Անկեղծ հարցուպատասխան, անկաշկանդ զրույց, վեր են հանվում խնդիրներ, նախանշվում են դրանց լուծման ուղիները։ Գյուղացիները նշում էին, որ նման աջակցության պայմաններում օրախնդիր դարձած շատ հարցեր լուծում են ստացել։ Ինքը ձեռք մեկնեց գյուղացուն, փրկում է գյուղացունի ամենադժվարին պահին։ Շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանից, պայմաններ ստեղծեց Սուրենավան գյուղի կողքի գյուղերի համատեղ բոլոր ռայոնի մարզի համար, սիլիտրայով, սայլարկայով, բուժանյութով, ամեն ինչով ապահովել է։ Հողն այսքան ժամանակ չի պարարտացվել, ուժից ընկելա, արդեն սակտան պարարտանյութա կտան, ուժ կունենա հողը, բերքն լավ կլինի, առողջ կլինի, սա արդեն ոչ մի ղեկավար, ոչ մեկն այս գործն չէր կատարել, էժան գներով, որ բերումա ժողովրդին օգնում է տալիս։ Մենք գոյ ու շնորհակալ ենք։ Բոլոր խնդիրներն են լուծելի են, պարզապես հարկավոր է ցանկություն ու հաստատակամություն կյանքը դեպի լավը փոխելու համար, նշում է ԲՀԿ նախագահն ու հավելում, որ ինքն իր հերթին մշտապես պատրաստ է լինել նրանց կողքին։ Իվետա Տոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Իրանի հյուսիսում Մարրանդ քաղաքի մոտ անիվի պայթյունի հետևանքով այսօր վթարի է ենթարկվել Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսը։ Դիդար Սեյրե գիթի ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղևորների մեծամասնությունը եղել են իրանցիներ, մի մասը մոտ 10 մարդ հայեր։ Վթարի հետևանքով 3 հայ զոհվել է։ Նրանք 3-ն էլ Իրանի քաղաքացիներ են։ Վկայակոչելով Իրանում Հայաստանի դեսպանատանը տեղեկացրել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Զոհերի ինքնությունը դեռևս պարզված չէ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Գիշերը ժամը 1:05-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Ալեն Էլեն դիսկո ակումբում ռումբ են ուզում պայթեցնել։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 1:15-ի սահմաններում անհայտ անձը նռնակի գործադրմամբ պայթեցրել է նշված հասցեի երկրորդ հարկի սրահը։ Նույն օրը ժամը 2:50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ շնչուղիների այրվածքով իրենց բուժօգնության են դիմել 7 անձինք։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն են տեղափոխվել թվով 10 հոգի, 9 իրանցի եւ 1 հայ։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածները տեղափոխվել են Արմենիա եւ Մուրացան բժշկական կենտրոններ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում։ Դեպքի հանգամանքները եւ պատճառված վնասի չափը ճշգրտվում են։ Նշանակվել են դատաբժշկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։ Շարունակում ենք թողարկումը։ Քաղաքական գործընթացների լուսաբանման համար ամենից շատ եթերաժամանակ է տրամադրել Կենտրոն հեռուստաընկերությունը։ Երևանի մամուլի ակումբը այսօր ներկայացրել է մարտի 1-ից 10 ընկած ժամանակահատվածի մշտադիտարկման արդյունքները։ Կուսակցությունների եւ դաշինքների գործունեության լուսաբանմանը Կենտրոն հեռուստաընկերությունը տրամադրել է 15635 վայրկյան եթերաժամանակ։ Այս առումով հետնապահ է Շանթ հեռուստաընկերությունը, որը 15 անգամ ավելի քիչ է անդրադարձել քաղաքական գործընթացների լուսաբանմանը։ Փոխարենը Շանթ հեռուստաընկերությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների մշտադիտարկման արդյունքների համեմատ բարելավել է իր դիրքերը լուսաբանման չեզոքության առումով եւ դարձել է առաջատար։ Լուսաբանման ծավալների եւ
հետախուզօգության առումով առաջատար դիրքերում է նաև H2 հեռուստաընկերությունը։ Հանրային ռադիոն նույնպես համեմատաբար չեզոք դիրքերում է, իսկ Երկիր մեդիա եւ Կենտրոն հեռուստաընկերություններում նկատելի են համապատասխանաբար ՀՅԴ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների գործունեության ավելի ակտիվ լուսաբանումը։ Դիտարկումը իրականացնող կազմակերպության Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հավաստմամբ ՀՀԿ գործունեության դրական լուսաբանման առումով աչքի են ընկել Հանրային եւ Առնյուզ հեռուստաընկերությունները։ Վիճակը ավելի գոհացնող է քողարկված գովազդի առումով։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ մարտի առաջին տասնօրյակում 9 լրատվամիջոցներում 13 քաղաքական ուժերի լուսաբանման մեջ քողարկված գովազդը պակասել է։ Պիտի ձեզ հիասթափեցնեմ, որ մենք իհարկե կներկայացնենք երկրորդ տասնօրյակի տվյալները, բայց երկրորդ տասնօրյակում արդեն ընթացքում մենք նկատել ենք այնպիսի նյութեր, որոնք կասկածներ քողարկված գովազդի առումով պարունակում են։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Transparency International հակակոռուպցիոն կենտրոն եւ լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացնելու են դիտորդ ծրագիրը, որի նպատակը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններին նպաստել է եւ ընտրական գործընթացների հասարակական վերահսկողության խթանելն է։ Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ընտրախախտումների քարտեզագրումից հետո դրանց վերաբերյալ դիտարկումները տեղադրվելու են ինտերնետային կայքում։ Դիտորդ ծրագիրը մշակվել է հիմք ընդունելով Ուշահիդի առցանց գործիքը, որը ստեղծվել է 2007 թվականին Քենիայի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումները ամփոփելու համար։ Հայաստանում այս գործիքը առաջին անգամ կիրառվելու է 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների եւ դրանց նախորդող քարոզարշավը դիտարկելու համար, ասված է հասարակական կազմակերպությունների տարածած հաղորդագրությունում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօրվա դրությամբ գրանցվել է 8 հասարակական կազմակերպություն։ Առաքելության իրականացման նպատակով գրանցվել են երիտասարդ դիվանագետների ակումբ, իրավակիրթ հասարակություն կազմակերպությունները։ Ավելի վաղ գրանցվել են Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ, Բռունցք, Համահայկական երիտասարդական ասոցիացիա, Համաչափ զարգացում, Ընտրությունը քոնն է կազմակերպությունները եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականներում անունները անփոփոխ կմնան, իսկ մյուս մասերում կլինեն փոփոխություններ, այսօր հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։ Նրա վստահեցմամբ այս անգամ կուսակցության ցուցակում ընդգրկված 250 մարդկանցից շատերը ազգային ժողով մտնելու իրական հնարավորություն ունեն, քանի որ կան գործիքներ, որոնք ընտրություններից հետո գնալու են այլ պաշտոնների իրենց մանդատները թողնելով ցուցակի հաջորդ հորիզոնականներում։ Ընդհանուր առմամբ Հանրապետական կուսակցության փոխնախագահը կարևոր է համարել ոչ միատար ընտրացուցակները, քանի որ դրանք տեսնում եւ գնահատում են նաեւ այլ պետություններ։ Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակը մի քիչ տարբերում է նախկին ընտրությունների ցուցակներից, այս անգամ մենք ընդգրկել ենք բավականին մեծ այսպես անձերի անուններ բոլոր ոլորտներից, բոլոր մասնագիտական ոլորտներից։ Բնականաբար ազգային ժողովում պետք են մարդիկ ակտիվ, օրենքներով զբաղվող եւ քաղաքականությամբ զբաղվող, այսինքն դրանք իրար հետ զուգահեռ են։ Կան մարդիկ, որ օրենքներով զբաղվում են հանձնաժողովներում, քննարկում են մասնակցություն, բայց ասենք այդ ամբիոնից ելույթ չեն, դրանցից մեկն էլ ես եմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վաղվա նիստում քննարկվելու է թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Խաչատուր Սուքիասյանի փաստաթղթերի հարցը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մարտի 15-ին գրություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ Խաչատուր Սուքիասյանի գրասենյակ առայն, որ իր 2012 թվականի մարտի 6-ին տրամադրված առաջին տեղեկանքը իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն պատգամավորության տեխնացուն 5 տարի անընդմեջ չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում, քանի որ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2010 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 16-ը, այսինքն 10 ամիս 20 օր, Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել։ Խաչատուր Սուքիասյանն էլ մարտի 17-ին դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, պահանջելով հաշվի չառնել անձնագրային եւ վիզաների վարչության վերջին գրությունը եւ իրեն գրանցել սահմանված կարգով։ Ազգային ժողովի քարոզարշավը շարունակվել է, քննարկվել եւ քվեարկվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ։ Մանրամասնում է Արուն Հայրապետյանը։
Միայն վերագրանցումից հետո քվորումն ապահովվեց եւ սկզբնական 61-ի փոխարեն արդեն 74 падգամավորների ներկայությամբ քառորյան շարունակվեց։ Падգամավորները միաձայն հավանության արժանացրին շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագահի առարկությամբ խորհրդարան վերադարձված փաթեթը։ Մի քանի այլ օրենքների հաջորդաբար քվեարկությունից հետո հանրապետական խմբակցության ղեկավար Գալուտ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Ակնկալվում էր, որ քվեարկության պետք է դրվեր նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը եւ մեծամասնությունը չուներ անհրաժեշտ թվով ներկա падգամավորներ։ Ընդմիջումից հետո սակայն ի հեճուկս խորհրդարանական ընդդիմության ակնկալիքի արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը քվեարկության չդրվեց, նիստը վարողն ասաց, որ մնացած օրենքները կդրվեն քվեարկության նպատակահարմար պահի։ Պարզ է, չէ՞ բոլորիդ, որ դա լավ օրենք չի, ինչ եք ուզում անպայման զոռով անցկացնել, թող հետ տանեն նորից։ Այն բանից կախված թե մեր գործընկերները որ պահին են մտնում դալիճ կամ 20 րոպեից քանի րոպեն ուշանում, դրանից կախված չի վերաբերմունքը որևէ օրենքի նկատմամբ։ Քվեարկությունների ավարտից եւ մի քանի օրենքներ քննարկելուց հետո էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրեց լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրանով վերացվում են մի քանի բնագավառներում լիցենզավորվող անձանց կողմից հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական պահանջները։ Հեղինակների վստահեցմամբ սա կբարելավի գործարար դաշտը։ Ազգային ժողովի փոխնախագահը հետաքրքրվեց։ Տուրիզմը կզարգանա, թե ոչ։ Ինձ շատ հետաքրքիր է, որովհետև իրականում այո, պետք է որ մենք կարողանանք հասնել նրան, որ ասենք այդ թվականակը մեծանա։ Այս օրենքի ընդունումը, այս ոլորտում գործարարմիջավայրի բարելավումը կբերի դրական արդյունքներ նաև զբոսաշրջության ոլորտի համար։ Ում հանդիսացող թանկարժեք այս կարելի ուրեմն շրջանառությունը ըստ էության բավականաչափ մարդիկ զբաղված են այս գործով եւ բնականաբար հաշվետվությունների ներկայացումը ըստ էության ներկայացնում է մի աշխատատար ինչ որտեղ նաև բարդ process։ Աշխատանքային օրվա վերջում падգամավորները հանդես եկան հայտարարություններով։ Գերակայողն առաջիկա ընտրությունների թեման էր։ Նախընտրական այս լարված ժամանակահատվածում հասարակության մեջ թունավոր երեք հանդիսացող շատերը քաղաքական դիմակայած քչփորելով իրենց մեջ կուտակված քաղաքական կեղտը փորձում են իրենց կողմից մտածածին ինտրիգներով եւ իրենց կողմից ընտրված նենգ ու նողկալի մարդկանցով Սևասան ժողովրդի ծոցից ելած անհատներին եւ հասարակության մեջ ամենուրեք ստեղծելով իրարամերժ հարաբերություններ խաթարում են մեր ժողովրդի հավաքական ոգին, այնինչը կաներ թշնամին։ ԲՀԿ խմբակցության падգամավոր Ռուբեն Գևորգյանը ընտրություններին ընթരാճ նաեւ զգոնության կոչ արեց։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լինելով ժողովրդին միաձուլված եւ նրա հետ քայլող հզոր քաղաքական ուժ հնարավորինս ձգտելու է, որ առաջիկա ազգային ժողովի ընտրությունները կայանան ոչ թե ըստ իշխանության կարիքի, այլև ժողովրդի կամքի։ Ժամանակն է, որ քաղաքական բոլոր ուժերը գիտակցեն, որ երկրի տերը ժողովուրդն է, որի հետ է ժամանակի ոգին։ Այսինքն, մեր անկախ պետականության ամրապնդման եւ Բարգավաճ Հայաստանի կառուցման գործոնը, որն էլ պիտի հանդիսանա գալիք ընտրություններում երկրի քաղաքական դաշտի ձևավորման գլխավոր բանաձևը։ Նախընտրական թեմայով հայտարարություններ արեցին նաև ընդդիմադիր ժառանգություն խմբակցության падգամավորները, նաև ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ազգային ժողովը աշխատանքը շարունակելու է վաղը։ Ահարոն Հայրապետյան, Հովհաննես Չապարյան, Էպիկենտրոն։ Օրինաց երկիր կուսակցությունը այսօր տոնել է իր 15-ամյա հոբելյանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պաշտոնական շնորհանդեսի եւ տոնական համերգի ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Օրինաց երկիրը քաղաքական հետագիծ եւ գաղափարախոսական հենք ունեցող հայաստանյան ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է։ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է վստահիր, որ կառուցենք կարգախոսով խորհրդանական ընտրության գնացող իր կուսակցության падգամավորական տեխնացուների ցանկը։ Նրանում առաջին հնգյակը գլխավորում է ինքը Արթուր Բաղդասարյանը, դրան հետևում են Հեղինե Բիշարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՕԵԿ-ի Վանաձորյան մասնաճյուղից Նելսոն Զուլոյանը։ Կուսակցությունը նաև տեխնացուներ ունի մեծամասնական ընտրակարգով։ Մեր քաղաքական կազմակերպության հիմնական նպատակը օրենքի Հայաստան կառուցելն է։ Մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը ապրի օրենքի ուժով, որ մեր հասարակությունը ապրի օրենքի կանոններով, եւ մենք վստահ ենք, որ օրենքի Հայաստան ունենալու պարագայում կլուծվեն մեր ժողովրդի հույսով բազմաթիվ խնդիրներ։
Էներգետիկայի միջազգային գործակալությունը անցած շաբաթ հայտարարել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով նավթի արդյունահանման ծավալները նկատելիորեն նվազել են, հասնելով վերջին 10 տարվա նվազագույն մակարդակին, օրական 3.38 միլիոն բարելի։ Ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ Իրանի դեմ կիրառվելիք պատժամիջոցները հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա։ Թեմայի մանրամասները տեսանյութում։ Էներգետիկայի միջազգային գործակալության փորձագետների կանխատեսմամբ Իրանի միջուկային ծրագրի զսպման նպատակով կիրառվող պատժամիջոցների հետևանքով արդեն հուլիսից Իրանի Իսլամական Հանրապետությունից նավթի արտահանումը արտերկիր կնվազի, հասնելով օրական 1 միլիոն բարելի։ Դա հավասար է 80-ականների վերջին Իրանից արտահանվող նավթի ծավալներին։ Այս փաստն ուշագրավ է Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։ Բանն այն է, որ մոտակա տարիներին Հայաստանը եւ Իրանը պատրաստվում էին իրանական կապիտալի մասնակցությամբ մի շարք խոշոր համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Միայն Արաքս գետի վրա 2 հեկերի եւ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման համար Իրանը պատրաստվում էր $571 միլիոն հատկացնել։ Սակայն տնտեսագետ Թաթուլ Մանասարյանի դիտարկմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նախագծերի իրականացման հարցում։ Այսօր Իրանի արժույթը բավական անկում է գրանցել համատած միջազգային բանալի առանցքային արժույթների հետ, եւ սա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ տնտեսության վրա։ Ասել, որ դա լավագույն ժամանակաշրջանն է այդ պրոյեկտները, նախագծերը իրականություն դարձնելու, դարձյալ ձեռնպահ կմնայի։ Փորձագետը նաև ընդգծում է հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացման հարցում բարենպաստ արտաքին քաղաքական միջավայրի անհրաժեշտությունը։ Նրա հավաստմամբ համատեղ նախագծերի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ դրանք իրագործում են Հայաստանի եւ ոչ թե Իրանի տարածքում։ Բարեբախտաբար կա մոտեցում Միացյալ Նահանգների կողմից, մասնավորապես, որ Հայաստան իր հարևանների հետ պետք է ունենա բնականոն հարաբերություններ եւ էներգետիկ բնագավառ այս առումով որևէ վերանայման կարծեմ կարիք չի ունենա։ Այդ պրոյեկտները, եթե բուն Իրանի տարածքում չեն, նրանք ապագա ունեն եւ կարող են շարունակվել։ Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ ՀՅԴ խմբակցության падգամավոր Արա Նրանյանի վստահեցմամբ արևմտյան պետությունները հասկանում են Հայաստանի համար հայ-իրանական կապերի կարևորությունը։ Միջազգային պրակտիկայում կա մի հետեւյալ ձև, երբ դու կիրառում ես մի երկրի նկատմամբ կամ որոշում ես կայացնում ինչ որ երկրի նկատմամբ պատժամիջոց կիրառել, ապա այդ պատժամիջոցը չպետք է հարվածի երրորդ երկրին։ Պատգամավորն ընդգծում է, որ համատեղ նախագծերի մի մասը, մասնավորապես հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, արդեն իսկ իրագործվում է առանց իրանական կապիտալի ներգրավման։ Մյուս մասն էլ դեռ այն փուլում է, երբ խոշոր ներդրումների անհրաժեշտություն դեռևս չի հասունացել։ Նույն հյուսիս-հարավի մասով մենք այսօր բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացնում կազմակերպական բնույթի, որոնք բուն շինարարությանը չեն առնչվում, սակայն նպաստում են հետագայում այս շինարարության իրականացմանը։ Արա Նրանյանի դիտարկմամբ մի շարք նախագծերի իրականացումը կախված է միջազգային տնտեսության ընդհանուր վիճակից։ Երկաթգծի շինարարությունը երկարաժամկետ ծրագիր է եւ առաջիկա տարիներին ես չեմ կարծում, որ այս համաշխարհային ճգնաժամի պայմաններում հեշտ կլինի այդ գործընթացը իրականացնել։ Պատգամավորը կարևորում է նաև այլ ներդրողների ներգրավման անհրաժեշտությունը։ Արևմտյան երկրների հետ Հայաստանի առավել ակտիվ համագործակցությունը կարող է բերել նրան, որ հայ-իրանական համատեղ նախագծերը կֆինանսավորվեն նաև արևմտյան երկրների կողմից։ Այդ դեպքում արդեն ռազմավարական ոլորտներում նախագծերի ֆինանսավորման հայթայթման անհրաժեշտությունը թերևս այդքան դժվար չլինի։ Հաշվի առնելով Թուրքիայի տարածքով անցնող Նաբուկո գազամուղի հետ կապված հնարավոր խոչընդոտները, նախագծի անդամ կազմակերպությունների մեծ մասը ողջունել է գազամուղի նոր կրճատված տարբերակի նախագիծը։ Արևմտյան Նաբուկո կոչվող նոր գազատարը կազմելու է նախկին 3900 կիլոմետրանոց խողովակաշարի մոտ կեսը եւ ավելի քիչ ծավալի գազ է տեղափոխելու։ Գազատարի կրճատման պլանները ներկայացվել են բրիտանական նավթային British Petroleum ընկերությանը եւ Շահ Դենիզ երկու հանքավայրերի պատասխանատու կոնսորցիումի ներկայացուցիչներին։ Շահ Դենիզի հանքերի ընդլայնման պատասխանատուն եւ BP ընկերության փոխնախագահ Ալքուկը վերանայված նախագիծը քայլ առաջ են որակել։ Մենք կարծում ենք, որ արևմտյան Նաբուկոն ավելի լավ առաջարկ է եւ իրոք շատ գոհ ենք, նշել է նա։ Արևմտյան Նաբուկոն հատելով Թուրքիա-Բուլղարիա սահմանը հասնելու է մինչև Ավստրիա։ Հիշեցնենք, որ Նաբուկո նախագծի սկզբնական տարբերակի իրականացումը վտանգվել էր նոր տրանս-անատոլիական խողովակաշարի նախագծի պատճառով։ Նշենք նաև, որ Շահ Դենիզ կոնսորցիումը դեպի Եվրոպա-ադրբեջանական գազի արտահանման երթուղիների հարցում իր ընտրությունը կատարելու է մինչև 2013 թվականի կեսերը։
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր ընդունել է Համաշխարհային բանկի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։ Համաշխարհային բանկի հետ համագործակցության առումով վերահսկիչ պալատի նախագահը առաջնային է համարել շինարարության, գնումների ոլորտներում և մրցույթների անցկացման ուղղությամբ կատարվելիք բարեփոխումները։ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Հանրապետության նախագահի հետ քննարկվել է պետական բյուջեի օպերատիվ վերահսկողության հարցը։ Այս առումով պալատին առաջին հերթին անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, ինչպես նաև տեխնիկական բազայի հզորացում և օրենսդրական դաշտի բարելավում։ Ասադ Ալամը շնորհակալություն հայտնելով վերահսկիչ պալատին մոտեցումների և աշխատավոճի համար, նշել է, որ Համաշխարհային բանկը մեծ ուշադրություն է դարձնում պալատի կատարած աշխատանքներին, քանի որ լուրջ միջոցներ են ներդնում կառավարության ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Նշենք, որ վերահսկիչ պալատի հզորացում ծրագրով Համաշխարհային բանկը 478,000 ԱՄՆ դոլար դրամաշնոր է հատկացրել վերահսկիչ պալատին վերջինիս կարողությունների ուժեղացման նպատակով։ Աուդիտորական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկում BDO ընկերությունը աշխարհում 5-րդն է։ 1963 թվականին հիմնադրված հեղինակավոր ընկերությունը մուտք է գործում նաև Հայաստան։ Թեմայի մասին առավել մանրամասն տեսանյութում։ Հայաստանում աուդիտորական գործունեություն ծավալելու նպատակով մեծ համարման արժանացած BDO ընկերությունը ձեռք է բերել Ամերիա Աուդիտ փակ բաժնետիրական ընկերությունը, ստանալով վերջինիս սեփականատիրոջ համաձայնությունը։ Գործարար կառույցների եւ անատների գործունեության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացում աշխարհի 135 երկրներում ծառայություններ մատուցող ընկերությունը հանդես է գալու նոր խոսքով։ Հայաստանի հանդեպ մեր հետաքրքրությունը առաջացել է շատ վաղուց։ Ուրախ ենք համագործակցության համար։ Կարևոր է նաև, որ մեր գործընկերը հայաստանյան բիզնես միջավայրի առաջատարն է։ Նոր ապրանքանիշով ներկայանալը միջազգային հարուստ կենսափորձը Հայաստանում ներդնելու եւ ընկերության գործունեության շրջանակներն ընդլայնելու բացառիկ հնարավորություն կստեղծի։ Փոխշահավետ համագործակցությունը եւ միմյանց ճանաչելը հանգեցրեց հենց այս գործարքի իրականացմանը եւ այսուհետ մենք նախկին որպես Ամերիա Աուդիտ ընկերությունը այսուհետ հանդես կգա BDO Armenia-ի բրենդի ներքո։ BDO ընկերությունը նպատակ ունի աուդիտորական եւ խորհրդատվական որակյալ ծառայությունների մատուցմամբ նպաստել Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը, ինչն էլ իր հերթին նորանոր առավելություններ կընձեռի արագ զարգացող հայաստանյան կազմակերպությունների։ Սա շատ հետաքրքիր եւ լավ զարգացում է, ցույց է տալիս, որ մենք կարողացել ենք տարիների ընթացքում ձևավորել բավական հետաքրքիր պրակտիկա եւ որակ, որը հետաքրքրեց մեր գործընկերներին, BDO-ի հայտ գալը հայաստանյան շուկայում հնարավորություն կտա այս ոլորտում հանդես գալ բավական բարձր միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտներով։ Սա BDO ընկերության առաջին ներդրումն է Հայաստանում, սակայն ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը եւ հասնել նորանոր ձեռքբերումների։ Կենտրոն և Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանի քրեական գործով դատաքննությունը։ Այսօր վիճաբանության փուլն էր և մեղադրող կողմը ներկայացրել է ամփոփիչ մեղադրական ճառը։ Քանի որ դատաքննությունը ամբաստանյալների միջնորդությամբ ընթանում է արագացված դատական կարգով և ապացույցների հետազոտություն, վկաների հարցաքննություն չի նախատեսում, ուստի մեղադրող կողմը հիմք է ընդունել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Այսինքն Հովհաննես Թամամյանի նկատմամբ կիրառել քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին և երկրորդ մասերով պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը առաջացրել է ծանր հետևանքներ պատիժը, մյուս երկու ամբաստանյալների նկատմամբ էլ կիրառել 308 հոդվածի երկրորդ մասով նախատեսված պատիժ։ Մեղադրող կողմը իր ճառում նշել է նաև մեղմացուցիչ հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել, խոստովանել են իրենց մեղքը, բազմիցս խրախուսվել են։ Արմեն Խանզադյանի և Վահան Պողոսյանի նկատմամբ էլ ըստ մեղադրողի պետք է պայմանականորեն չկիրառել ազատազրկումը որպես պատիժ, նշանակել փորձաշրջան, ազատել դատական նիստերի դահլիճից։ Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը իր պաշտպանական ճառին պատրաստվելու և հիմնավորումներ ներկայացնելու համար դատարանից 3 օր ժամանակ է խնդրել։ Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մարտի 23-ին։ Հովհաննես Ղուկասի Թամամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին և երկրորդ մասերով ու դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով ազատազրկման 2 տարի ժամկետով ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով ազատազրկման 3 տարի ժամկետով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով։ Նրա նկատմամբ որպես խափանուն միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ,
մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Բաժիկրման սկիզբը հաշվել 2011 թվականի մարտի 24-ից։ Մեղադրողի դատախազի կողմից նշված մեղմացիչ հանգամանքները բավականին լիարժեք էին, էլի բավարար էր, որպեսզի կարողանար շատ հանգիստ նույն միջնորդությունն անել նաև Հովհաննես Թամամյանի համար։ Թե ինչու չարեց, դա էլ իր անձնական կարծիք։ 64-րդ հոդվածի կիրառմամբ կարող էր եւ տուգանք կիրառել։ Տուգանք չէր կիրառում, գոնե 70-րդ հոդվածի միջնորդություն կարող էր անել։ Տարածաշրջանային եւ միջազգային նորություններ։ Վրաստանի Վազյանի ռազմաբազայում այսօր սկսվել են վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Միջազգային մյուս կարևոր իրադարձությունները տեսաշարով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հրավիրած ասուլիսում հայտնել է, որ իր երկիրը կպաշտպանի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի բանաձևը, բայց եւ ավելացրել, որ այդ բանաձևը չպետք է Դամասկոսին ուղղված վերջնագրի վերածվի։ Այսօր ԱՄՆ-ի գլխավորած դաշնակցային ուժերի Իրաք մտնելու տարեդարձի օրը երկրի մոտ 1 տասնյակ քաղաքներում հրաձգության եւ պայթյունների ալիքը առնվազն 44 մարդու կյանք է խլել, ավելի քան 180 վիրավոր կա, իսկ մի քանի օրից Բաղդադում Արաբական լիգայի գագաթնաժողովն է հրավիրված։ Եգիպտոսում այսօր կիսով չափ իջեցվել են երկրի պետական դրոշները։ Իշխող ռազմական խորհուրդը մեկօրյա սուկ է հայտարարել ղպտիական ուղղափառ քրիստոնյա եկեղեցու առաջնորդ շաբաթ օրը 88 տարեկանում վախճանված Շենուդա երրորդին վերջին հրաժեշտ տալու համար։ Ֆրանսիայի դպրոցներում այսօր 1 րոպե լռությամբ հարգեցին Թուլուզի հրեական դպրոցի մոտակայքում 3 սպանված ուսուցչի եւ երեխաների հիշատակը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը լրագրողներին հայտնել է, որ սպանությունն իրագործած մոտոցիկլիստի կրծքավանդակին ականատեսները տեսանկարահանող սարք են նկատել։ Իրավապահները դեռևս չեն հայտնաբերել նրան։ Միաժամանակ Իսրայելը պահանջել է Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար բարոնուհի Էշտոնի հրաժարականը, քանի որ վերջինս Թուլուզում տեղի ունեցածը համեմատել է Գազայի իրադարձությունների հետ։ Ավստրալիայի Սիդնեյի քաղաքում 21-ամյա բրազիլացի ուսանողը մահացել է ոստիկանի էլեկտրահարող մահակով հարվածից, որն ստացել էր խանութից թխվածքի փաթեթ գողանալով եւ փախչելով։ Բրազիլիայի դեսպանը բացատրություն է պահանջել իր քաղաքացի ուսանողի մահվան հանգամանքների շուրջ։ Ավստրալիայի ոստիկանությունը վկայակոչել է էլեկտրահարող մահակների օրինական գործածության իր իրավունքը։ Մոլդովայի խորհրդարանը այսօր օրենք է ընդունել, որով 15 տարեկանից ցածր երեխաների դեմ սեռական ոտնձգություն կատարած անձը պարտադիր կենթարկվի քիմիական եղանակով որձատման։ Հուլիս ամսից ուժի մեջ մտնելիք այս օրենքը տարածվելու է թե մոլդովացիների, թե օտարերկրացիների վրա։ Չեխիայում ապրիլի 1-ից կսկսի գործել օրենք, որով բժիշկները կարող են հրաժարվել իրենց հիվանդներից, եթե նրանք չեն հետևում իրենց նշանակումներին եւ չեն ներկայանում մասնագիտական հանդիպումների։ Իսրայելի Կնեսետի անդամներն օրենք են ընդունել, որով արգելվում է նորաձևության շոուներին կամ կոմերցիոնալ միջոցառումներին օգտվել թերքաշ մոդելների ծառայություններից։ Սրանով նրանք հույս ունեն, որ կկրճատվեն սննդակարգի խախտումներից առաջացող առողջական խնդիրները եւ մարդիկ կգերադասեն առողջ մարմնի իմիջը։ Ամերիկահայ անգլիագիր գրող Փեն ակումբի եւ New York Times-ի մրցանակների դափնեկիր Փիթեր Բալակյանը արժանացել է սոցիալական արդարության եւ հանդուրժողականության Էլիս եւ Սփենդլով այս տարվա մրցանակին, որը նրան կհանձնվի ապրիլի 12-ին $8,000 մրցանակային գումարի հետ։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Շարունակում ենք թողարկումը։ Ոչ թե ֆրանկոֆոնիայի օրել, այլ մի ամբողջ ֆրանկոֆոնիական գարուն։ Մարտի 16-ին մեկնարկած ֆրանկոֆոնիական միջոցառումները Հայաստանում շարունակվում են։ Երևանցիներից զատ նաև մարզերի բնակիչներին է ծրագրին ծանոթանալու հնարավորություն ներկայացել։ Եթե 2008 թվականին Հայաստանում ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումները ավարտվեցին ընդամենը 1 շաբաթում, 2010-ին տևեցին արդեն 2 շաբաթ, 2011-ին շուրջ 1 ամիս, ապա այս տարի այդ օրերը գրեթե 3 ամիս են տևելու։ Անդրադառնալով ֆրանկոֆոնիայի օրերի նշանակությանը փաստում է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդականը։ Այս տարի միջոցառումների ծրագիրը գերհագեցած է, սկսած դասական, ժամանակակից եւ այլ ժանրերի երաժշտության երեկոներից եւ վերջացրած թատերական ներկայացումներով։ Հավաստում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։ Ծրագրի մեխն էլ բանախոսները Բիզեի Կարմենի Երևանյան համերգային կատարումն են համարել, որով էլ ազդարարվել էր Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը։ Անցյալ տարի 1 ամիս եւ այդ 1 ամսվա ընթացքում 160 միջոցառումներ մշակութային, կրթական եւ նաեւ համասարանական այս տարի մոտ 250 ավել միջոցառումներ ենք
կազմակերպում։ Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված այս տարվա ծրագիրը ոչ միայն ընդգրկուն է, այլև գերհագեցած տարատեսակ ֆիլմերով, գիտաժողովներով եւ այլ միջոցառումներով։ Միջոցառումների շարքում ընդգրկված է նաեւ հեքիաթի փառատոն «Վազքի մրցույթ», որը կազմակերպել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը։ Չափազանց կարևորում ենք ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը մարզերում։ Դա մայրաքաղաքից հեռու ապրող բնակիչների համար ֆրանսիական մշակույթին մոտիկից ծանոթանալու պատեհություն է։ Պետական համալսարանում սովորող 750 ուսանող կառավարության կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացված 60 միլիոն դրամ շրջանակում կրթաթոշակ կստանա։ Մրցույթը կազմակերպվել է նաև նախորդ տարի, սակայն 2012 թվականը աննախադեպ է եղել մասնակիցների թվականակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անձամբ է շնորհավորել կրթաթոշակի արժանացած ուսանողներին։ Երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած կրթաթոշակային մրցույթը մեկ տարվա ընթացքում ընդլայնել է ոչ միայն աշխարհագրությունը, այլև մասնակիցների թիվը։ Կառավարության հատկացրած 60 միլիոն դրամը չի աճել, բայց ավելացել են կրթաթոշակակիրները։ Նախորդ տարի 800 դիմողներից ստացել են 600-ը, այս տարի 1800 դիմողներից 750-ը։ Կրթաթոշակակիրներից 90-ը հանրապետության մարզերից են։ Մասշտաբով իր ներկայացվածությամբ այս ծրագիրը իրականում աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում։ Մասշտաբներն աննախադեպ են, պահանջները կանխատեսելի 80, 100, 120 հազար դրամ է հատկացվել վճարովի համակարգում առաջադիմություն ունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին։ Անկախ այն բանից, թե ուսանողը կրթաթոշակ կստանա բարձր առաջադիմության, թե սոցիալապես անապահով լինելու համար, գումարը նպատակ ունի թեթևացնելու ընտանիքների ֆինանսական բեռը։ Անահիտը ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետից է, տարեկան վճարում է 400 հազար դրամ։ 80 հազարը գրեթե 1/4-ով կկրճատի ուսման վճարը։ Այդ ձևով փորձել եմ ծնողներիս օգնեմ նաև։ Անվճարի չի ձգում, այսինքն բալերս չեն ձգում, բայց կրթաթոշակի փաստորեն ստացվեցին։ 100 հազար եմ ստացել։ Բարձր առաջադիմությամբ ու հասարակական ակտիվության համար։ Արդյունքում կարծում եմ, որ շահում է նաև մեր պետությունը ապագայի համար որակյալ կադրեր ունենալով։ Ապագա դիվանագետը վարչապետի կողմից պարգևատրվող 18 լավագույնների թվում է։ Գերազանց առաջադիմությամբ աչքի ընկածները չնայած ռոտացիոն սկզբունքով չեն կարողացել անվճար համակարգ տեղափոխվել, բայց ստիպել են վարչապետին փոխել մոտեցումը մրցույթի վերաբերյալ։ Սա որպես շարունակական գործընթաց ձեր կողմից ընդունվում է։ Համաձայն եք։ Հանձնարարում եմ գիտության և կրթության նախարարին, որպեսզի այս տարի ևս մենք նմանատիպ ֆինանսական հատկացումներ իրականացնենք։ Ծրագիրը լինելու է շարունակական, ուսանողներն ակնկալում են, որ 2013-ին կաճի նաև 60 միլիոնը։ Լուսինե Մուրադյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ YouTube տեսացանցում ձեր փնտրած հոլովակը չի հաջողվում դիտել, որովհետև հեղինակները տեղյակ են, որ Հայաստանում իրենց իրավունքները խախտելը առանձնապես դժվար չէ։ Նրանք հոգացել են, որ այստեղ իրենց հոլովակը չտարածվի։ Հայաստանում հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքները խախտվում են գրեթե ամեն քայլափոխի։ Խախտվում է եւ հեղինակի իրավունքը, խախտվում է կատարողի իրավունքը, խախտվում է ֆոնոգրամ արտադրողի իրավունքը։ Հեղինակային եւ հարակից իրավունքների խախտումները տոկոսային հարաբերությամբ 90-ն անցնում են ազդում երկրի տնտեսության վարկանիշի վրա։ Դանակը ոսկորին է հասել, դրա համար էլ Հայաստան են եկել Եվրամիության ներկայացուցիչները։ 2 տարի հայ մասնագետների հետ եվրոպացիները ծրագիր են իրականացնելու, որ կեղծարարության եւ հենության դեմ պայքարն արդյունք տա։ Ծրագրի մեջ ներառված են իրավապահ մարմինները, մաքսային վարչությունը, ոստիկանությունը, հատկապես 6-րդ վարչությունը։ Այս հարցում օրենսդրական դաշտը մեղավոր չէ, նորմալ օրենքներ ունենք, պարզաբանում է հայ հեղինակի տնօրենը, իսկ այդ օրենքներին տեղյակները, օրինակ Սփյուռ տեղեկատուն, կարողացել է 2 անգամ հաջողությամբ պաշտպանել իր իրավունքը, մի գործ էլ դեռ դատարանում է։ Մենք հայտնաբերեցինք, որ Սփյուռի նման գործունեություն իրականացնող, այսինքն տեղեկատվական գործունեություն իրականացնող ընկերություններից մեկը իր կայքում տեղադրել է կամ հրապարակում է մեր ապրանքային նշանը, Հայաստանի դեղին էջեր։ Չնայած Սփյուռն ունի ապրանքային նշանի գրանցումը հաստատող փաստաթուղթ, բայց խախտում կատարողը պնդել է, թե ոչ մի իրավունք էլ չի խախտում։ Արդյունքում ապրիլի սկզբին նշանակված է առաջին դատական լսումը։ Պատիժը յուրաքանչյուր դեպքի համար առանձին է դիտվում։ Սովորաբար մենք դատի ժամանակ պահանջում ենք միայն ներկատարված ծախսերի փոխհատուցում։ Խնդիրը բարդացավ, երբ սկսվեց համակարգիչների ու համացանցի ժամանակը։ Հենց այս պահին Սփյուռի իրավունքը խախտող այլ կայքեր էլ կան, թվով 10, բայց հեղինակային իրավունքի խախտման հին ու ամենատարածված ձևերից մեկն էլ դեռ գործում է։ Խանութներում հնչում է երաժշտություն, թույլտվություն չկա կատարողի կողմից, չկա հեղինակի կողմից։
Այն անձի կողմից ով տեքստն է գրել կամ ամրագրողի կողմից, ապա անօրինական է։ Հիմա մտովի գնացեք դեպի կյանք։ Իսկ թույլտվությունը պարտադիր պարունակում է վարձատրության սկզբունք, գծիկի ծայրերից մեկը նաև այստեղ է։ Անի Ավետյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ VLV խանութ սրահների ցանցը հայ սպառողի համար նոր մասնաճյուղ է բացել։ Նոր խանութ սրահը գտնվում է Սայաթ Նովա 18 հասցեում։ Գարնանային տոների կապակցությամբ խանութ սրահների ցանցում կազմակերպվել է ակցիա։ 50,000 դրամ եւ ավելի գնումներ կատարելու դեպքում սպասվում է անակնկալ նվեր։ Հերթական, բայց ոչ վերջին խանութ սրահը VLV խանութների ցանցից։ Մայրաքաղաքի փոքր կենտրոնի բնակիչների համար այսուհետ VLV նոր հասցե է գործում։ Սայաթ Նովա 18։ VLV խանութ սրահների ցանցի արդեն երրորդ մասնաճյուղն է պատրաստ ընդունելու իր հաճախորդներին։ Հին ու հայտնի խանութ, հայտնի եւ վստահելի ապրանքանիշերի մատուցմամբ։ VLV խանութ սրահը հանդիսանում է Toshiba, Hitachi, LG, Panasonic ընկերությունների ներկայացուցիչը եւ ներկայացնում էլեկտրոսարքավորումների լայն տեսականի։ VLV խանութ սրահների առավելությունը նրանում է կայանում, որ ներկայացնում է մատչելի էլեկտրոսարքավորումների տեսականի, նույն հեռուստացույցը կամ նույն սարքավորումը այստեղ ներկայացված է որակյալ մատչելի տարբերակով, ինչու՞ չէ նաեւ իրական զեղչերի տեսքով։ Կենցաղային հոգսերի թեթևացման նպատակով տանտիկիններին ընտրության լայն հնարավորություն է ներկայանում։ Նրանց է սպասում լվացքի մեքենաների, արթուքների, փոշեկուրների, հյութաքամիչների, սառնարանների եւ այլ ապրանքատեսակների լայն տեսականին։ Խանութ սրահներում մեծ է նաեւ սպասքի պարագաների ընտրության հնարավորությունը։ Տնային ժամանցի սիրահար տղամարդկանց էլ կարող է գայթակղել հեռուստացույցների տեսականու բազմազանությունը։ Գարնանային տոների եւ կանանց միամսյակի կապակցությամբ խանութ սրահների ցանցում կազմակերպվել է ակցիա։ Բոլոր կանանց համար կազմակերպել է անակնկալ ակցիա։ Կարող եք այցելել VLV խանութների ցանց եւ ստանալ ձեր անակնկալ նվերը։ Փոքր եւ միջին բիզնեսի խրախուսումը Հայաստանի վարած տնտեսական քաղաքականության առաջնային դիտարկվող բաղադրիչներից է։ Նման խանութի բացումը միջոցառմանը մասնակցող պաշտոնյաները այս գործընթացի բաղկացուցիչներից են դիտարկում։ Ինչով է սա հաճելի, ուրախալի։ Խանութը նախ մեր ժողովրդին մատուցելու է ծառայություններ, ընտանիքի կենցաղային պայմանները բարելավելու իմաստով, խանութը ստեղծելու է նաև աշխատատեղեր, մի բան, որ մեր երկրի համար կարևոր է։ Իրենց հաճախորդներին VLV խանութ սրահների ցանցում շարունակելու են սպասարկել նաև Գարեգին Նժդեհ 21, Արշակունյաց 69 կոտորակ 5 հասցեներում։ Իսկ թողարկման այս հատվածում իմ գործընկեր Կարո Պողոսյանը կներկայացնի մարզաշխարհի նորությունները։ Խնդրեմ Կարո։ Շնորհակալություն Արա։ Մարզաշխարհի նորություններին կանդրադառնանք կարճատև դադարից հետո։ Բարի երեկո։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները, մարտի 24-ին եւ 25-ին նախատեսված ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրի հանդիպումները հետաձգվում են, թե երբ են կայանալու առաջին տուրի խաղերը հաղորդագրության մեջ չի նշվում։ FIFA-ի հրապարակած կանանց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական աղյուսակում Հայաստանի հավաքականը մեկ աշճանով բարելավելով իր դիրքը ներկա պահին զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը։ Աղյուսակը գլխավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանին, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար Գերմանիայի եւ Ճապոնիայի հավաքականներն են զբաղեցնում։ Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն այժմ մասնակցում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին։ Հայուհիները 6 խաղում նույնքան պարտություն են կրել եւ սեփական դարպասը 38 գնդակ ընդունել։ Ֆրանս ֆուտբոլ պարբերականի տվյալներով այս պահին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Բարսելոնայի արգենտինացի լեգիոներ Լիոնել Մեսին է։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տարեկան եկամուտը 33 միլիոն եվրո է։ 10.5 միլիոն եվրոն բաժին է ընկնում աշխատավարձին, 1.5 միլիոնը պարգևավճարներին, իսկ 21 միլիոն եվրոն գովազդային տարաբնույթ պայմանագրերին։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Լոս Անջելես Գելեքսի թիմի անգլիացի լեգիոներ Դեվիդ Բեքհեմը, նրա տարեկան եկամուտը 31.5 միլիոն եվրո է։ Տարեկան 29 միլիոն 200.000 եվրո եկամուտով աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է Մադրիդի Ռեալի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն։ Ֆրանս ֆուտբոլ պարբերականի տվյալներով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մորինյոն է։ Պորտուգալացու տարեկան աշխատավարձը 14 միլիոն 800.000 եվրո է կազմում։ 13.5 միլիոն եվրոյով երկրորդը Պարի Սեն-Ժերմենի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին է։ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլան 9.5 միլիոն եվրոյով երրորդ տեղում է։
Գերմանական ֆուտբոլի սիրահարներին այսօր մեր ուղիղ եթերում կարող են դիտել Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ Կրոյտեր Ֆյուրդ Դորտմունդի Բորուսիա մրցավեճը։ Խաղի սկիզբը ժամը 23:30-ին։ Եվ թողարկման վերջում ուշագրավ մեկ լուր։ Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների համար առաջին անգամ Ասիայում մարզական խաղեր են անցկացվելու։ Երկշաբթյա գունավոր ստուգատեսը տեղի է ունենալու Նեապլում։ Այս տարվա սեպտեմբերին խաղերի ծրագրում ընդգրկված են թեթև ատլետիկա, վոլեյբոլ, ֆուտբոլ, թենիս եւ մենապայքարային մարզաձևեր։ Ստուգատեսին մասնակցելու են լեսբուհիները, արվամոլները, բիսեքսուալներն ու տրանսեքսուալները։ Մարզաշխարհի նորություններից այսօր այսքանն ենք նախատեսել։ Կհանդիպենք վաղը։ Բարի գիշեր։ Ցտեսություն։ Ռոսգոստրախ Արմենիա շուկայի բացարձակ առաջատար։ Ապացուցված է։ Միմյանց օգնելը անհրաժեշտ է։ Մենք հաճախ ենք սատարում ուրիշներին։ Երբեմն նույնիսկ չգիտակցելով։ Որովհետև մեզ համար դա բնական է։ Դա մեր աշխատանքն է։ Ռոսգոստրախ Արմենիա շուկայի բացարձակ առաջատար։ Ապացուցված է։